մոտ առնվազն առաջանում է կրկին այն հարցադրումը, թե մենք ինչով է պայմանավորված, որ նման հատուկ վերաբերմունքի ենք արժանանում Սամվել Կարապետյանի նկատմամբ, ըստ էության 2026 թվականի ապրիլ ամսից։ Իդեպ այս հանգամանքներն եմ ուզում բացահայտել պատվական դատարան, նախքան այն, երբ Սամվել Կարապետյանը տնային կարգի պայմաններում մասնակցել է դատական նիստի հակակոռուպցիոն դատարանում, նախագահության դատավորության այս ավտոմեքենա ոստիկանությանը գծված չի ուղեկցել Սամվել Կարապետյանը։ Այս պայմաններում չի ասում այսպես, նաև իդեպ քրիշեք մեկ այլ հարցով էլ բողոքի ներկայացրել և հենց դատավոր դորմականի նախագահության քննարկել է, ինչ դատական ոչ թե քաղաքի, այլ դրան հաջորդած շահապատասխանում։ Կրկին այս տրանսպորտային միջոցով ուղեկցությունը չէր իրականացվել, պրոբացիան չէր իրականացրել, ոստիկանությունն էր իրականացրել։ Այս նույն հաջողությամբ պրոբացիայի ծառայությունը քանիցս իրականացրել էր ուղեկցումը նույն օրինակ բժշկական հաստատություն։ Եվ այդ ժամանակ որևէ հարց նման չէր առաջացել, որ օրինակ ուղեկցման գործառույթ վերապահված չէ։ Ես որևէ այլ նաև գործով եմ պատվարժան դատարան չեմ լսել, որ պրոբացիայի ծառայությունը հայտարարի, որ դատական նիստերին ուղեկցություն չեն անում, որովհետև նման գործառույթ վերապահված չէ։ Պատվարժան դատարան նաև, քանի որ ես տեղեկացված եմ ձեր մի քանի անգամ ներկայացված դիտարկումներից, որ ըստ էության հանրային դիրույթում գտնվող մի շարք հարցերից դատարանը տեղեկացված է։ Հենց վերջերս մեկ այլ մի գործով անձի նկատմամբ և խախտման միջոց կալանքով փոխանցվել այն կալանքով և դատական նիստի մասնակցություն տեղի ունեցավ, ոստիկաններն էին ուղեկցել լրիվ այլ տրանսպորտային միջոցով։ Խոսքը իդեպ բերում է հենց 3 տեղի ունեցավ դատական նիստի մասին։ Ոնց է ստացվում, որ ոստիկանության ծառայության դեպքում և նաև հենց մի դատարանը չի էլ հասցեագրում այս ստորաբաժանումը, բայց միշտ այս ստորաբաժանումն է արձագանքում և միշտ այն ստորաբաժանումը, որը պետք է արձագանքի, չի արձագանքում, սա առնվազն որոշակի ակնհայտ չարամիտ շղթայի մասին է խոսում։ Երրորդ փոխվածի է առնչվող կոնվենցիայի Ձերբակալված և կառավարված անձանց հայտնի արդյունք կառավարության
եւ տեխնիկական իմաստով այս խնդրի հասցեատերը դատարանը չէ, բայց բացասական հետևանքների տեսանկյունից դրանց վերացման հասցեատերը դատարանը։ Եվ այս պահին դեռևս հայտարարությամբ եմ ուզում այս հանգամանքը վկայակոչել, որ կարծում եմ նաև դատարանը, որպես վարույթ իրականացնող մարմին, այդ թվում սահմանափակված լինելով նվազագույնի սկզբունքով առաջնորդելու տեսանկյունից եւ իր վարույթի շրջանակներում անձանց իրավունքների առնվազն խախտման կանխարգելման տեսանկյունից դասական իմաստով խախտումների։ Կարծում եմ դատարանը նշված է այդ տեսանկյունից կարող է դիտարկել եւ հանդիսանալ հասցեատեր, բայց դեռևս սա որպես հայտարարություն գծեցի Հաշվեցուցակային Կարապետյանի ավտոմեքենա, Պավելի ավտոմեքենա,
անդառնալով կոչի դերմատում պարոն Արտևանյանը ձևաչափում նշում է, որ կա վերակենդի շահագործություն դատարանի եթե չեմ սխալվում երկու դատարանական Տիկին Մելիսեսյանի կողմից կայացված, որտեղ դատավորը նշել էր կոչի դերմատով նախաքննությունը ավարտելու անհրաժեշտության մասին, որոշակի մտավորություններ հայտնել օբյեկտիվ տարբերության պայմանավորված մասին, սակայն այդին դատարանը ստերության մտավոր հասկացու բացակայություն չի արձանագրել և որպես մտավորություն է արձանագրված, հետագայումները ստերության հետ մասով վերադակի կաշկանված է բողոքարկելու հնարավորությունից, անգործում դատական ակտի հնարավորություն դեմ զուտերի մասով բողոք ներկայացնել հնարավոր չէ, դեպքում միայն այդ մտքի ախտարությունը չի նշանակում և չի կարող նշանակել հետագական ժամկետների վերացածների մասին, հաշվի առնելով գործող իրավապահական ուժերը, մասնավորապես այն, որ եթե կա ծանր և առավոտ հետև մեղադրանքի վերադրանքներ, ապա պետք է ընդունել ծանր մեղադրանքի համար նախատեսված հետագական ժամկետը, այսինքն ստերության այսիավիճակը օրենսդրի պայմանավորված է և իրավական դուրս գոյություն չունեցի, շտապության այս մասին կապված։ Պարոն Արտևանյանը նշում է մեղադրանք հանրավերելու հնարավորության մասին, դեպքում վերտեպարներ միասնական մեղադրանք, որտեղ վերտեպարները ներկայացված, այս դեպքում մեղադրանքները հաջատվել մի մասով դատարան, մի մասով շարունակվել նախաքննությունը, դեպքին հավատացան երբական չիպի զարգացման պայմանավորված, Պարոն Արտևանյանը նշում է նաև դատարանի մասին, որտեղ ստերության պաշտպանը արձանագրել է սուն դեպքում հիմնավոր կասկածի նվար դեսկի մասին։ Ուրախ մանկապատ պետք է ամրապնդի։ Արդյոք պաշտպանը նկարակոչումը չի դողում դատական ակտից, Վճռապես դատարանի որոշման 77-րդ թերթում դատարանը նշել է, որ վերջի ժամի դատարանի վերջի որոշումն է, ասած ես բան չնշում, այս 2026 թվականի այս պատրաստի դատարանի դատարանի 77-րդ թերթում վճռապես դատարանը արձանագրել է, որ Վճռապես դատարանը հանում է երկրատուման, որ 2025 թվականի նոյեմբերի 13-ի որոշման հաստատված հիմնավոր կասկածը պահպանվել և ամրապնդվել է, որ կասկածատեղյակներով չհանդիսանում է շահանակական քաղաքի երկրաձգման անհրաժեշտություն։ Ուստի վճռապես դատարանը հանգենորեն է նշել, որ արտահայտ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը խախտման միջոցառումների երկրաձգման պարագայում պետք է շահանակական անդառնալի, հաղորդ ներկայացման կողմից ներկայացված գործունեություններով փաստերի իրավասությունները։ Այսինքն դատարանը կաշ է, որը ամրապնդվել է նկատաններով։ Չի ասում, որ կաշ է, որը նվազել է կամ չի ամրապնդվել և ստերության հետագա գործողությունների արդյունքում
Պաշտպանի կողմից արձանագրված պայմանները եւ թե կողմից ներկայացված հիմնավորները կրկին չեն նկատի հետաքրքրում բարձրացող հանգամանքի արկայության մասին եւ որպես հետագայում դարձել չի կարող։ Բացի այդ, հակի բանականով բարոյական հայտարարությանը այն մասով ասում որտեղ ստեղծան խախտումներ չեն հայտարարվել, NDS-ի ավերածածայրի մասով, ոսկե ձևական գործակները վերաբերում, որ արդյունքում գեներացվել որոշակի փոխհատուցման ենթարկումներ եւ պաշտպանը ուտում էր, որքանի որ դա խախտման չի ձևավորվել, հետեւաբար մեղադրանքի այդ տեսորը բացակայել է հասնկացում։ Ըստեյության մեղադրանքի մեջ չի գրված, որ դա խախտման ձևավորված գործակումներ է, մեղադրանքի մեջ գրված է ձևական գործակների արդյունքում ձևավորված գումար է, որը հետագայում կասել են գերության միասնական հաշվին։ Այստեղ ոչ թե հարկային ունեցության խախտումների մասին է, այլ ձևական գործակի, որը արդեն պետք է քննարկել եւ գնահատել տեխնիկական նյութ։ Հարկային ունեցության խախտման մասին որևէ հիշում մեղադրանքի հետաքրքրություն չկա, պաշտպանությունը չի կարող դրոշել, մենք էլ չենք նշել, բնականաբար ստուգմանատով նման անձնագրումը չի հակասում մեր մեղադրանքի օրինաչափությանը։ Եվ բացի այդ արժանանալի վերաբերյալ վերակրի շրջապատողության քանի որ փոխկապակցված է, դատարանը դեսեց, որի որպես սովետություն Ես նորություն կտա, չէ դերում պահպանական դա։
Esa que se practica en la universidad.
Ինչպես։ Նա ասեցի հանրային մեղադրողի կողմից էական դատավարության օրենսգրքի հետ կապված մի դիրքորոշման ներկայացում, որը ձևակերպվել էր մոտավոր հետևյալ կերպ, որ օրենսգիրը չի ունեցել նման նպատակ։ Եթե հանրային մեղադրողը պայմանականորեն նման դիրքորոշում ներկայացնելուց վկայակոչեր ազգային ժողովում նիստերի սավառնություն կամ նշված օրենսդրական փոփոխության կամ նոր քրեական դատավարության օրենսգրքի մշակող խմբի դիրքորոշում։ Ունե այդ իմաստով փորձեինք հասկանում, թե որտեղից է գալիս այդ դիրքորոշումը։ Օրենսգիրը գրել է ցանկացած դատական ակտ, նկատի ունեցել ցանկացած դատական ակտ, այլ բառ միտքը շարունակել ասում այլ դատական ակտը ցանկացած դատական ակտը չի։ Հիմա մեր ասած թե նա այդ օրենսգիրը գրել է այլ դատական ակտ, կարող է լինի նաև այն ցանկացած դատական ակտ, պայմանականորեն։ Բայց դրա համար ինչ ենք անում, պատվարժան դատական։ Ո՞մ ենք չենք գալիս այդ որոշումը կայացնում, դրա համար կա դատական վերահսկողություն դրա նկատմամբ։ Հիմա պատվարժան դատական մենք դիմել ենք ձեզ նշված միջնորդությամբ։ Բանկային գաղտնիքի վերաբերյալ որոշման անալոգիան անելու, եթե իսկական ստենց մի որոշում ունի բանկային գաղտնիքի վերաբերյալ, որտեղ դատարանը պարզ չի ինչի այդ աստիճան փոխության ուսումնասիրի, այդ դատական ակտն վերաքննիչ դատարանը ամփոփող թողի։ Մի հատ էլ վճռաբեկ դատարանն էլ վարույթ ընդունի, ասի այս բանկային գաղտնիքի վերաբերյալ միջնորդության շրջանակներում դրել ես այս աստիճան առնչության հարցես քննե, ու ճիշտ է սարել։ Իհարկե դա էլ պետք է գնահատի դատարանը։ Ինչի պետք է չգնահատի։ Հիմա մենք այս դեպքում ունենք այն իրավիճակը, որ մի դատական ակտ, այլ դատական ակտ պատվարժան դատարան, ամբողջությամբ հերքել է մեր հարգարժան սկզբից քննիչի, հետագայում դատախազի, հետագայում գլխավոր դատախազի տեղականի դիրքորոշումը։ Դրանից հետո իրավիճակային, հաստական կամ բովանդակային զրո փոփոխություն տեղի ունեցել։ Հիմա այդ պայմաններում դա իրավական հետևանք պետք է չունենա ըստ հանրային մեղադրողի։ Այսինքն մեր պետության այդ աստիճան ռեսուրսը օգտագործվում է առաջինացիան վերաքննիչ վճռաբեկ, հետո էլի է շարունակում վճռաբեկն է բարի չի ընդունում, բայց դա անհետևանք բան է, կամ նշան երևույթներ։ Տենց չի կարող լինի պատվարժան դատարան ասել ավելի։ Ռես ջուդիկատա սկզբունքը այլ նաև վերաբերելի է քրեական դատավարության ոլորտում։ Գիտեք, այս ժամանակահատվածում մի քանի հանգամանքներ նայեցին, որ հենց ռես ջուդիկատա սկզբունքի կիրառելիությունը քրեական դատավարությանը հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ որևէ հաստական կամ իրավիճակային հանգամանք փոփոխված չի լինում։ Այսինքն չի կարող դատական ակտի կայունությունը իմաստազրկել։ Սա մենք պատվարժան դատում։ Մյուս հանգամանքը։ Ես որքան որ հասկացա, մենք վճռաբեկ դատարանի որոշման այն հատվածից էինք խոսում, սա էլ վերաբերում է տուրբին գեներատորային կայաններին։ Հանրային մեղադրողը վկայակոչեց, ես եմ վկայակոչել 77-րդ էջը փետրվարի 25-ի վճռաբեկ դատարանի որոշման։ Այսինքն ցանկացած միտք ունի սկիզբ, ունի վերլուծական հատված եւ ունի դրա ամփոփումը։ Այսինքն ամփոփումը միշտ այսպես ասած ավելի կարևոր ընդգծումն է։ Ամփոփիչ միտք կարող է սկսել օրինակ ուստի բառի օգտագործման։ Վճռաբեկ դատարանին հենց ուստի վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ առկա հիմնավոր կասկածի նվազագույն շեմը խափանման միջոցի հետագա երկարաձգման պարագայում պետք է շարունակական ամրապնդվի վարույթ իրականացնող բանալի կողմից ներկայացված նոր տվյալներով, հասներով եւ ապացույցներով։ Դե մեր ասածը ո՞րն է պատվարժան դատարանը, դե վճռաբեկ դատարանը, դիտում է որ նվազագույն շեմի վրա է, դե բառերը դա է ստացվում։ Ասում է պետք է ամրապնդվի, ստացվում է նենց չի, օրինակ ուրիշ դրվագով ենթադրենք կոչի, որը մեր մասով միջորը սահմանալի է, բայց այդ դիրքորոշումը չի գրել վճռաբեկ դատարանը, դա գրել էր Ամիրյան քաղաքը, որը այդ մասով էլ վերաքննիչ հակապահովության դատարանի դատավոր պարոն Ամիրյանի դիրքորոշումը չի ներկայացել։ Կոչի դրվագով դա է ձևակերպել, էլի նվազագույն մակարդակում գտնվող հիմնավոր կազմված։ Հիմա այս մի դրվագով է վճռաբեկ դատարանն է ասել ու ասում է պետք է ամրապնդել։ Այն այդ դիրքորոշումն է որ դա չի անում։ Եվ դա պետք է ունենա իրավական հետևանք։ Հասկանում ենք, ի սկզբանե նշեցին, որ դատարանը կարող է ասել, այ
ամրապնդվել է, թե ոչ դա պետք է ապացույցների հետազոտման գնալման արդյունքում գանք այդ եզրանման կամ չգանք, բայց բոլոր դեպքերում դատարանի ռեսուրսը խնայելու նպատակով վկայակոչեցին։ Երրորդը պատվարժան դատարան։ Ես այստեղ կրկին բնավ չեմ ցանկանում վերաքննիչ հակախորհրդության դատարանի դատավորի Մելիքսեցյանի ներկայացուցչի կարգավիճակը ստանալ։ Չեմ ցանկանում, բայց ունեմ փաստը, որ երկու անգամ վերաքննիչ հակախորհրդության դատարանի դատավորի դիրքորոշումը ամրագրել, երկու անգամ այն դիրքորոշումը վճռաբեկ դատարանի կողմից չի բեկանվել, հակառակը անփոփոխ է թողել։ Եվ կրկին գալով ռեժ ջուդիկատա սկզբունքին, ինձ մոտ հարց է առաջանում։ Վերաքննիչ հակախորհրդության դատարանի դատավորի դիրքորոշումը իրավական հետևանք ունի թե չունի։ Եթե չունի, ինչի չունի։ Սխալ բան ասել։ Սխալ բան ասելա շատ լավ է, ո՞վ է նահատում վերաքննիչ հակախորհրդության դատարանի դատավորը սխալ բան ասել թե չէ։ Ես գիտեմ, որ վճռաբեկ դատարան։ Շատ լավ, վճռաբեկ դատարանի գնահատումներն են գնում մի կողմ։ Դատական օրենսգրքի տեսանկյունից են նայում դատական ակտապարտադի կատարման ենթակա եւ այլն դնենք մի կողմ։ Շատ լավ, բայց նա ինչ ստացվում է դատավորը վերաքննիչ հակախորհրդության դատարանի ինչով է պայմանավորված որ սխալ դիրքորոշումը արձանագրել։ Ես իդեպ իր դատական ակտի հետ իմ անհամաձայնությունը արտահայտել եմ վճռաբեկ կողմով ներկայացնել։ Սա է իրավիճակը պատվարժան դատարան, կարծում եմ գործընկերներս ևս շարունակեն։ Պատվարժան դատարան մենք կարծես որ իրավաբանության ստեղծման ականատես ենք լինում, երկարը նայում են պաշտպանների կողմից։ Այս պահին մենք խոսում ենք մեղադրողի դիրքորոշման վերաբերյալ, եթե կոմպլեքսի պրոյեկտի դրվագով մեղադրողը այն հիմնավորումներ ներկայացնել, իսկ կարող է այն հիմնավորումներ ներկայացնել, դա կարող է իրավական վեճի առարկա հանդիսանալ, բայց այն դիրքորոշումը, որը ներկայացրեց, դա անհատիկ սխալ է, ակնհայտ սխալ է եւ միանշանակ հակասում է իրավականով գիտության, տեսության բոլոր հիմնաթեզիսներին։ Հիմա տեսեք, ըստ հանրային մեղադրողի այլ դատական ակտը դա պետք է ընկալել միայն դատավճիռը։ Մինչդեռ Իրական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածում տեսեք 33-րդ կետում նշված է դատավարական ակտ, դատական ակտ կամ վարույթի ցանկացած որոշում։ Դատական ակտ, դատարանի կայացրած որոշում կամ դատավճիռ, եզրափակիչ դատավարական ակտ, միան վարույթի ընթացքում ավարտող դատավարական ակտ, ներառյալ եզրափակիչ դատական ակտ, միակ է։ Եզրափակիչ դատական ակտ, դատարանում տվյալ վարույթի ընթացքում ավարտող դատական ակտ։ Ըստ մեղադրողի տրամաբանության օրենսդիրները եւ այս օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկողները այս դատական ակտ, դատավարական ակտ հասկացումները չեն հասկանում։ Նախապատվությունը նշեցնեմ, տեսեք, միջդատական վարույթում այս դեպքում ստրոյ պրոյեկտի մասին է, մեղադրանք ներկայացնելուց հետո դատարանները 3 թե 4 անգամ բոլոր արձանի դատարանների մասին են, հիմնավոր հասկացը չեն հասկացել։ Բայց ունենք նախաքննության ավարտական փուլ, ներկայացնում ենք միջնորդություններ մշտապես մի քանի անձնական դեպքերով քրեական հետապնդումը դատարանելու վերաբերյալ, սակայն քննիչը նաև դատախազը հետո միջնորդությունները ներկայացնում պատասխանատվությունը հետևյալն է, որ բավարար ապացույցներ կան, որոնք պատվարժան դատարանի հետարքի օրինաչափություններ կարելի է դիտարկել ի տարբերություն այն մյուս դեպքերի, տեսեք, մյուս երկու դեպքերով հիմնավոր կասկածը հաստատվեց, որի դեպքում վճռաբեկ դատարանի համապատասխան մարտի 16-ի դատական ակտը նոյեմբերի դատական ակտից հետո։ Հիմա այս մեր միջնորդությունները, որ մերժում էին, նույն քննիչն ու դատախազը միջնորդության մերժման հիմքում դնում էին, որ տեսեք վճռաբեկ դատարանը հիմնավոր կասկածով ասել է։